Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, Աստվածաշնչի բացահայտումները YouTube-յան ալիքում հոգու և շնչի համար հաղորդաշարն է։ Մենք ավարտեցինք Հոբի 3 ընկերների և Եղիուսի մասին մեր մեկնաբանությունները նախորդ հանդիպման ժամանակ։ Այժմ խոստացել էինք, որ պետք է շարունակենք խոսել Հոբի որտեղից լինելու, նրա ազգության վերաբերյալ, նրա երկրամասը և թե որտեղից է ինքը իսկապես ծագումով։ Ես ասել էի մասնավորապես Մելքիսեդեկի վերաբերյալ ունեցած իմ մեկնաբանություններում, որ սկզբից մտադրվել էի YouTube-ում այն հեղինակները, ովքեր որ Մելքիսեդեկ էին, հայ էին կարծում և Հոբին էլ էին հայ կարծում, իրենց վարկածներն էին առաջ քաշում, թե նույնիսկ վարկած էլ չէ, այնպես համոզված կարծես թե իրապես այնպիսի աղբյուրներից են օգտվում, որ մենք էլ իբրև թե տեղյակ չենք դրանցից, ցույց էր տրվում, որ սրանք իբրև ծագումով հայեր են, և մեր հայ մեկնիչները հաճախ հղումներ են կատարում հրեական հին գրություններին, և ես, որպեսզի ավելի հիմնավոր լինի մեր մեկնությունը Հոբի գրքի վերաբերյալ և Հոբի անձի վերաբերյալ մասնավորապես, ցանկություն ունեցա, որպեսզի մի փոքրիկ անդրադարձ կատարենք հրեական գրություններին, որից էլ հրեա մի անձնավորություն օգտվում է իր նախնիների ռաբիներից մեկի մեկնությամբ, որ իսկապես հույս երկիրը իբրև թե Հայաստանն է և Հոբն էլ հայ է, և սրանից էլ օգտվում են մեր հայերը և խանդավառված սկսում հրապարակել ամբողջ աշխարհին, իբրև թե հույս երկիրը դա Հայաստանն է և Հոբն էլ հայ է եղել։ Նախ ես ուզում եմ այդ աղբյուրների վերաբերյալ մի փոքրիկ տեղեկություն հաղորդել ձեզ, որպեսզի ձեզ պարզ դառնա, թե որքանով կարող են այդ աղբյուրները, որոնցից օգտվել են մեր հայրենակիցները կամ էլ նույնիսկ այն հրեաները, ովքեր որ փորձել են այդպես մեկնել, որքանով են դրանք հավաստի։ Եկեք անդրադառնանք ընդհանրապես աստվածպաշտությանը, Աստծո և հրեաներին վերաբերող մի քանի գրությունների։ Առաջինը եբրայերեն դա Թորան է, որ հուդայականության կենտրոնական և ամենասուրբ տեքստ է համարվում։ Կարող եք համացանց մտնել և այնտեղ միանշանակորեն հասկանալ, թե Թորան ինչ է ինքը իրենից ներկայացնում։ Այն հաճախ թարգմանվում է որպես օրենք կամ ուսմունք։ Հրեական ավանդությունում այն վերաբերում է Աստծո առաջին 5 գրքերին, այլ կերպ ասած ամբողջ հին ուխտն է։ Եվ եթե Թորան ամբողջ հին ուխտն է, ապա մեզ համար գոնե ինչ որ առումով Թորայի մեջ գրվածը որպես բնագրային նշանակություն ունեցող հետաքրքրում է։ Սակայն Թորան ունի նաև մեկ այլ նշանակություն իր իմաստով, եբրայերեն, ինչպես որ նրանք Թանախ են կոչում Աստվածաշունչը, և իր մեջ որ սա պարունակում է հրեական ուսմունքների ամբողջությունը, հիմնավորված է նաև հետևյալ կարծիքը կամ վարկածը, որ Թորան չի ունեցել միանշանակ մեկ խմբագրություն, այլ պատմականորեն անցել է մի քանի խմբագրություններով։ Եվ այդ խմբագրությունները հասել են դարերի ընթացքում մինչև Քրիստոսի ժամանակները, և Քրիստոսի ժամանակներից արդեն ի հայտ են գալիս անձիկ, ովքեր որ հավակնում են հրեական օրենքների, էթիկայի և այլնի փիլիսոփայության ավանդույթների ամբողջական մի հավաքածու ստեղծել և դրանք էլ պարտադրել Թորայի հետ միասին, պարտադրել, որպեսզի ժողովուրդը անշուշտ դրանցով առաջնորդվի և ապրի։ Թալմուդի առաջին հիմնական մասը բանավոր օրենքի գրավոր ժողովածուն է եղել, որը կազմել է 200 թվականին մեր թվարկությամբ։ Այդ ժամանակից սկսած նաև ի հայտ են գալիս անձիկ, ովքեր իմիջիալոց ասեմ Թալմուդը բոլոր դարերի ընթացքում խմբագրվել է, հարստացել է ավելի ու ավելի շատ, որովհետև հրեաները մեկնում էին այսպես, որ միայն Աստծո ընտրյալ ներկայացուցիչները կարող են հասկանալ Սուրբ Գիրքը և մեկնել։ Եվ այն մեկնությունները, որոնք հրեաները առհասարակ Սուրբ Գրքի վերաբերյալ ունեն, կոչվում են Միդրաշ։
Միդրաշը ունեցել է երկու մեծ բաժին։ Չանդրադառնալով դրանց մանրամասնություններին, ասենք, որ Միդրաշ հրեաների լեզվով նշանակում է մեկնություն կամ ուսումնասիրություն, ուսմունքի ուսումնասիրություն։ Եվ Միդրաշով զբաղվողները պետք է ընտրյալներ լինեին եւ մինչև հիմա հայտնի է շուրջ 2000-ից ավել ընտրյալներ, որոնք ի վիճակի են եղել մեկնելու ընդհանրապես սուրբ գրքերը, հրեական սուրբ գրքերը։ Եվ ահա սրանցից էլ 12-13-րդ դարում թերևս ազգությամբ հրեա ռաբիներից մեկը ինքը հենց այդպիսի վարկածներ է առաջ քաշել, որի ընթացքում նաև խոսել է այն մասին, որ Հուս երկիրը դա իբրև Հայաստանն է եւ Հոբն էլ հայ է եղել։ Եթե դուք համացանցում նայեք, ասենք թե Միդրաշ, Թալմուդը եւ այլն, ընդհանրապես դրանցով վեթերիական գրություններով զբաղվողներն ովքեր են, դուք այնտեղ կհանդիպեք հետեւյալը, որ դա ավանդությունների, առասպելների եւ այլն, ասենք, հավաքածու գրականություններ են, որոնք բերնեբերան անցել են ծերերից եւ դրանք սուրբ գրքեր չեն։ Որքանով են դրանք աղբյուրագիտական առումով հավաստի, որ մեր հայ մտավորականները փորձում են հղում կատարել եւ ել չեմ ասում, որ վերջերս էլ հատկապես հրեա երիտասարդ, ասենք, երևի ինչ որ ռաբի էր, ինչքան փորձեցի YouTube-ում նրա անունը գտնել եւ որտեղ է ինչպես է գործել, ես չգտա այդ անձնավորությունը, բայց նա շատ կարճ իր տեսագրության մեջ հիմնովին փաստարկում է եւ նույնիսկ ասում, թող ինձ չմեղադրեն ոչ մեկը, որ ես հայերին եմ, այսպես ասած, ներկայացնում, ոչ մի ազգության դեմ չեմ ես խոսում, ես ազգության հրեա եմ, իմ մեջ հայկական արյուն չկա, որ իբրև պաշտպանում եմ հայերի ինքնությունը հնագույն ժամանակներից ի վեր։ Մի խոսքով, իրա կարճ ելույթը ինչքան փորձեցի որևէ աղբյուրում գտնել, մեկտեղ միայն գտա, որտեղ հեռացված էր նրա ընդամենը այս տեսագրությունը եւ նրա մեկնությունները։ Ինչ հիմքով էր հեռացված, ես հասկանում եմ, որովհետև ես անձամբ ինքս փորձեցի Միդրաշը, որից ինքը հղում է կատարել ուսումնասիրել եւ այնտեղ ոչ մի նման բան չգտա։ Հոբի երկիրը, որ Հուս է կոչվում, դա Հայաստանն է եւ Հոբն էլ իբրև թե ազգության փայ է, բայց եթե լինել են, ապա դա պետք է լիներ առասպելների եւ ավանդությունների ինչ որ մի հատ ժողովածուից դուրս բերված։ Դրան ճիշտ հակառակ ես ուսումնասիրեցի հրեական մյուս բոլոր գրականությունները Հոբի վերաբերյալ, որտեղ միանշանակ բոլորն էլ ներկայացնում են Հոբի ծագումը Սեմից, ոչ թե Հաբեթից։ Եվ այնտեղ ոչ մի հիշատակություն չկա, քանի գիտնականների, քանի ռաբիների ուսումնասիրություններ ես ունեցա, նրանց մեջ ոչ միտեղ չի հիշատակված, որ Հոբը եղել է ազգությամբ հայ եւ Հուսն էլ եղել է Հայաստանը։ Այսպես գերազանցապես հրեական ավանդության վրա հիմնված լինելով շատերը գտնում են, որ Հուս երկիրը դա Հայաստանն է եւ Հոբը ազգությամբ հայ է եղել, ինչն էլ բավարարել է բազմաթիվ հայ աստվածաբաններին, գիտնականներում հաճույքով ընդունել են այն, ինչ ասված է հրեական այս գրականությունում, որ անվանում են Թորա, բայց Թորայում էլ այդպիսի բան չկա գրված, պարզապես Թորայի մեկնության Միդրաշում կա։ Միդրաշը դա բանավոր մեկնություններն են, որոնք արգելված էր գրի տեսքի տալ, բայց Քրիստոսից հետո 1-4 դարերում աստիճանաբար իրենց տեղը այս խիստ օրենքը իր տեղը այս խիստ օրենքը զիջեց եւ հրեաները համաձայնեցին նաեւ Միդրաշի մեկնողների բանավոր Թորայի բանավոր մեկնողների խոսքերը նաեւ գրավոր հայտնել։ Փաստորեն մենք իրականում Թորայում անմիջականորեն չենք հանդիպում, որ Հուսը դա Հայաստանն է եւ Հոբն էլ հայ է։ Միայն մարդկանց բանավոր մեկնությունում այն էլ ասեմ, նորից եմ կրկնում, որ Քրիստոսից հետո միջև մեր օրերը դարերի ընթացքում այս Միդրաշը մեկնաբանությունը Թորայի անընդհատ փոփոխության է ենթարկվել։ Գոյություն ուներ եւ Բաբելոնի Թալմուդ եւ գոյություն ուներ Երուսաղեմի Թալմուդ։ Այս տեղեկությունները շրջանառության մեջ է դրվում եւ դա մեզ համար ցավալի է եւ ամենից առաջ ինչն է փորձում հիմնավորվել այստեղ, որ մի մարդ կար արևելքում, արևելցիներից հզոր եւ այլն հարուստ, այդպես ներկայացվում է եւ արևելքի մասին է հիշատակվում, որը մեկնվում է որպես արևելքը, որպես Հայաստան։ Այն մեկնությունները, թե սա աշխարհագրական տարածքի կամ դիրքի, երկրի, այդպես ասած, դիրքի մասին չի խոսում, այլ սիմվոլիկ նշանակություն ունի եւ արևելքը դա Հայաստան է կոչվում, արևելքում Աստված ետեմը դրեց, արևելքից չվեցին սենար եւ այնտեղ կառուցեցին աշտարակը եւ այլն,
Այս մեթոդով մեկնաբանելը եւ աշխարհագրական մեր տարածքը համարելը որպես Հայաստան իհարկե կրկին անհեթեթություն է։ Ինչով են հիմնավորում, քանի որ Հայաստանը իբրև թե գտնվում է Իսրայելից հյուսիս եւ դրա համար պետք չէ որ արևելք հասկացողությունը մենք համարենք Հայաստանը որպես Իսրայելից հյուսիս գտնվող, որովհետև հյուսիսում է արևելքում չէ, ուրեմն պետք է մենք հիմնավոր կերպով ընկալենք իբրև թե սա խորհրդանշական նշանակություն ունի արևելք բառը, որը ասոցացվում է իբրև թե հայերիս հետ։ Այն էլ ասեմ, որ մեր հայ մեկնաբանները արևելքը Հայաստան միշտ կարծողները միջնադարյան մեր հայ գրականությունից են նմանատիպ ասենք մոտեցումները փոխանցում մեզ եւ մենք ինչ հիմք ունենք նրանց հավատալու, նրանց գեղեցիկ այդպես ասած ճառերը ընդունելու եւ հավատալու, որ եթե իրենք միջնադարում 7-րդ դարում այդ մասին ասել են, ուրեմն ճիշտ է։ Ինչու մենք հետ չգնանք խորենացու գրքում չկարդանք, որ ողբում ինքն ասում է, ողբում եմ քեզ հայոց աշխարհ հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ։ Ինչու խորենացին հայոց ազգին վեհագույն է համարում հյուսիսային ազգերի մեջ։ Ինչու չի ասում արևելյան ազգերի մեջ։ Այս բացատրությունը հետևյալն է, որ իբրև թե հայերը այն ժամանակ հայկական լեռնաշխարհը գտնվելով դրախտավայր եդեմական պարտեզի տեղում Աստվածաշնչում քանի որ Տիգրիսն ու Եփրատը հոսում են իբրև թե դրախտից, այն էլ ասեն, որ դրախտից չեն հոսում, դրախտից դուրս է գալիս մի գետ, որը ճյուղավորվում է 4 մասի։ Երբ որ Աստված արևելքում եդեմական պարտեզը ինքը դրեց, Եդեմը արդեն գոյություն ուներ որպես երկիր։ Եվ Մովսեսը դրա մասին խոսում է, որ այդ երկրի անունը Եդեմ է, որտեղ Աստված պարտեզն էր արարել։ Որտեղ է այդ Եդեմն այսօր, մենք չենք կարող դրա մասին հստակ տեղեկություն ունենալ։ Այն էլ ասեմ, որ երկինք երկիրը ստեղծելուց հետո մենք ծննդոց գրքում կարդում ենք, որ գոյություն ուներ մի հատ ջրի տարածք, որը ծով էր կոչվում, լճեր գոյություն չունեին, մեկ ընդհանուր ծով, այսինքն օվկիանոս, եւ մեկ ցամաք, մեկ ջուր եւ ցամաք։ Ուշադիր ընթերցեք ծննդոց գիրքը եւ դուք տեսնեք, թե Աստված ջրերը հավաքեց մեկ տեղ եւ կոչեց ծով։ Իսկ մյուս հատվածը կոչեց ցամաք։ Ջրհեղեղից հետո է որ, ուշադրություն դարձրեք, ջրհեղեղից հետո է որ մայրցամաքները առաջացել են։ Դե ինչու նաեւ քաղաքակրթության Կայենի սերունդի քաղաքակրթության հետքերը բոլոր մայրցամաքներում հայտնաբերվում է, որովհետև այդ մայրցամաքները մեկ ընդհանուր ցամաք են եղել, որտեղ մարդը կարող էր աշխարհով մեկ սփռվել եւ տարածել իր մշակույթը, իր հմտությունները եւ այլն աշխարհի ցանկացած կետում, մինչեւ ջրհեղեղ։ Երբ ջրհեղեղյան կատաստրոֆան եղավ, արդեն առաջացան մայրցամաքներ, հետևաբար ջրհեղեղից հետո է որ միայն մենք կարող ենք պատկերացում կազմել ազգերի, ազգությունների մասին եւ նրանց բնակությունների վայրի մասին։ Այնպես որ եթե մենք դրախտ ուզում ենք հասկանալ մեր այս հայկական լեռնաշխարհը, իհարկե սխալվում ենք, որովհետեւ բնակլիմայական պայմանների փոփոխությամբ հանկարծ հնարավոր է պարզվի, որ դրախտը ոչ միայն մեր հայկական լեռնաշխարհի մի հատվածն է, որտեղ Տիգրիս Եփրատ գետերը իբրև թե նշվում են Սուրբ գրքում, այլ մի առավել եւս ընդարձակ տարածք լինի եւ Սև ծով, Կասպից ծով չկար, միջերկրական ծով չկար այն ժամանակ եւ նրա ընդարձակ տարածքը թե որը կարող է լինել արևելքում։ Դրախտը բնականաբար սրանք միայն հնարավոր է երևակայել եւ ստույգ ոչինչ չունենալ սրանց մասին խոսելիս։ Իսկ եթե մենք այսօր աշխարհագրական այսօրվա դիրքով ենք պայմանավորում այս լեռներով եւ այլն, չարաչար սխալվում ենք։ Այսպիսով, ինչ ենք ուզում ասել, որ Սուրբ գրքում հիշատակած արևելքը եւ իբրև արևելքից եկած մոգերն էլ որ հայեր են եղել, որևէ գիտական եւ աստվածաշնչյան հիմք առավել եւս չունեն։ Մեծ սրբազան ավանդությունների կարգով մատուցել առասպելապաշտական որոշակի սկզբունքներ անհարիր է եւ ժամանակն է որպեսզի մենք սթափվենք եւ ճիշտ գիտական մոտեցում ցուցաբերենք խնդիրներին եւ ավելորդ առասպելներով ու ավանդություններով մեր ժողովրդին չկերակրենք, որը իսկապես խորը մրափի մեջ է եւ հավեսով լսում է սրանք։ Եվ ուրեմն մենք կարդանք Սուրբ գրքից հետեւյալը, Հոբի վերաբերյալ եւ Հույս երկրի վերաբերյալ եւ փորձենք հասկանալ իսկապես թե որտեղից կարող էր լինել Հոբը եւ ով է ինքը ազգությամբ։ Այս անունը Սուրբ գրքում հանդիպում է 7 անգամ, ահա դրանք։ Եվ Սեմին էլ որդիներ ծնվեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Հաբեթի մեծ եղբայրն էր։ Գրաբարում նշված է, որ Սեմին էլ որդիներ ծնվեցան, որ Եբերի որդկանց հայրն էր եւ Հաբեթը նրա մեծ եղբայրն էր։ Տեսեք տարբերությունը։
Եվ դա եբրայերեն բնագրում է գրված, բայց հայերեն աշխարհաբարում կարծես թե Հաբետի մեծ եղբայրը Սեմն է։ Իհարկե դա այդպես չի, անգամ ես հրյա պահպանողական տուտ գիրքը լավ հասկացող հոգևորականի հետ եմ խոսել, պարզ ինքն ասում է այդ մասին եւ ես էլ ուսումնասիրել եմ եւ շատերը գիտեն դրա մասին, անուսները գիտեն այս մասին, որ աշխարհաբարում թարգմանված Աստվածաշնչում ընդունում են այս փաստը իբրև թե Սեմը Հաբետի ավակ եղբայրն է։ Սեմի որդիկը Եղամ, Ասուր, Արփաքսադ, Հուդ եւ Արամ։ Արամի որդիկը Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ, ծննդոց 10-ի 21-ից 22։ Եվ այն երկրումը բնակվող Քորեցի Սեիրի որդիկը սրանք են Ղոտան եւ Սոբաղ եւ Սեբեգոն եւ Անա եւ Դիսոն, Եսեր եւ Դիսան։ Սրանք են Դիսանի որդիկը Հուս եւ Արան։ Ահա երկրորդ Հուս անունը։ Սրանք են Քորեցիների իշխանները Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգոն իշխան, Անա իշխան, Դիսոն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան։ Սրանք են Քորեցիների իշխանները Սեիրի երկրումը իրանց իշխանությանը գավառների համեմատ։ Ծննդոց 36-ի 20-ից 30։ Ուրեմն այս Հուս երկիրը արդեն երկու անուն կային, մեկը Արամի որդիներից մեկի անունն էր Հուս, մյուսը Քորեցի Սեիրի որդիներից սերունդի միջից Դիսանի որդի Հուսի մասին է այստեղ խոսք գնում եւ Արանի մասին է խոսք գնում։ Ծննդոց առաջի մնացորդած գրքում կրկնվում են երկու անգամ Հուս անունը նախորդների պես։ Հաջորդը Եսերի որդիկը Բաղան, Զավն, Հական, Դիսանի որդիկը Հուս եւ Արան։ Ուրեմն այստեղ նորից մենք հանդիպում ենք Հուսի եւ Արանի մասին։ Առաջի մնացորդած 1:42-ն էր սա։ Ծննդոց գրքի 36-ի 8 խոսքի համարի վերաբերյալ մեր հարգարժան վարդապետը, որը ներկայացնում է Հոբին որպես հայ, որը սիրում է Լապուխինին հղում կատարել, մենք էլ Լապուխինին հղում կատարենք, փորձենք հասկանալ, թե այս Աստվածաշնչի մեկնաբանը, որ ուղղափառ եկեղեցու մեկնաբան է հանդիսանում, ինչ է ասում։ Ուստի Եսավը նույն ինքը Եդոմը հաստատվեց Սեիր լեռան վրա։ Եսավի եւ նրա ցեղախմբի կողմից զբաղեցած երկիրն այստեղ կոչվում է Սեիր լեռ։ Համեմատենք ծննդոց 14-ի 6-ի հետ։ Մինչ Եսավ Եդոմի ցեղախմբի բնակեցումն այդտեղ ապրում էին Տրոգլոտիդ, քարանձավաբնակ քորեցիներ, այսպես է Լապուխինը մեկնում։ Ծննդոց 14-ի 6, երկրորդ Օրինաց 2:12 եւ լեռը Սեիր անվանումը ստացել է կամ Սեիր անունով քորեցիների մեկից, ծննդոց 36-ի 20, կամ էլ հենց Եսավից, որը Սայիր Մազոտ էր, ծննդոց 25-ի 25։ Սեիր լեռը բաղկացած է ժայռոտ լեռնաճյուղավորված շղթաներից, որ այժմ կոչվում է Ջեբել, Շերա, Հոսմա, որոնք Մերյալ ծովի հարավային ափից ձգվում են մինչև Էլայթյան Ակաբյան ծանոթություն թարգմանչի ծոց։ Երկրի հյուսիսային մասը մհնում կոչվում է Գաբելենա, հունարեն Գաբելենա, որտեղից էլ հավանաբար առաջացել է ներկայիս արաբական Ջեբել Բլրոտ երկիր անվանումը։ Լեռնաշղթային զուգահեռ ձգվում է Քոր հովիտը, որի վրա լեռներն ասես կտրվում են։ Երկրի արևելյան մասը գրեթե անբերի է եւ լի է քարերով, քարքարոտ Արաբիա։ Իսկ լեռնային հատվածը լեռները կրաքարային են, բազալտի խառնուրդով, բավականին բերի է։ Այս տարածքում բնակվելուց հետո Եսավի սերունդները գրավեցին Բոսորան, Թեմանը, Մասեկան եւ այլ քաղաքներ։ Էջմիածնի թարգմանության մեջ կարդում ենք. ուստի Եսավը նույն ինքը Եդոմը հաստատվեց Սեիր լեռան վրա։ Արարատ թարգմանությամբ Եսավը նույն ինքը Եդոմը բնակվեց Սեիր լեռան վրա գրաբար եւ բնակեցավ Եսավ իլերին Սեիր, Եսավ, որ նա ինքը Եդոմն է։ Հիմա սա ինչ կապ ուներ երկրամասը ճշտելու խնդրի հետ, Հոբը որ երկրամասից էր։ Բանն այն է, որ մենք այստեղ տեսնում ենք, որ փորեցիները, որոնք ապրում են Սեիր լեռան շրջակայքում, եւ այստեղ լեռնաշղթան եւ այլն նշանակությունը պարզ երևաց, որ դա Արաբիայի ինչ որ մի հատվածն է թերևս հանդիսանում, որը գրավեցին Եսավի սերունդի ներկայացները, իսկ քորեցիների մասին մենք խոսել ենք։ Քորեցիները նույն հուրիներն են եղել, որոնց մասին ծավալում հաղորդում ենք ունեցել մեր արիքում։ Նրանք ապրել են այժմյան Սաուդյան Արաբիայի ծայր հարավում։ Այս քահանայական հայկական կաստան ոչնչացվեց Եսավի սերունդների կողմից։ Ուշադրություն դարձրեք, մենք ոչ թե քորեցիներին քարանձավաբնակ միայն անվանեցինք, այն
Քորեցիները որպես ազգություն, որպես այդպիսին էթնիկական խումբ հիշատակված են մատենագրությունների մեջ բազմաթիվ անգամ, արձանագրություններում շատ անգամ են հիշատակված, քահանայական այս հայկական կաստան ոչնչացվեց Եսավի սերունդների կողմից։ Եվ թեպետ քորեցիների ազգաբանության մեջ Հուս անունը կա, բայց այս անունը չի կարող կապվել Հայաստանի հետ, որովհետև Սեիր երկիրը եւ Հուսի բնակված վայրը, ինչպես ասացինք, Արաբիայի ծայր հարավում է գտնվում։ Սա խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Այո, Սեիրի ժողովուրդը քորեցիներ են եղել, Սուրբ Գիրքը քորեցիների համար միայն դրական է խոսում։ Նրանց նույնիսկ երկրպագության, պաշտամունքային համակարգի մասին խոսել ենք, որ հրեա գիտնականներն էլ զարմանալիորեն ապացուցել են, որ նրանք հնդեվրոպական լեզվաընտանիքի ժողովուրդ են համարում, այսինքն ասել է, թե Հաբեթի լեզվաընտանիքի ներկայացուցիչներ են եւ նրանց պաշտամունքային համակարգի մեջ եղել է փրկագնման, մեղքի թողության, զոհաբերության, ասոցացված Ղևտացից գրքի մեջ քահանայական հրեական կաստայի ներկայացուցիչների սովորությունների մասին հիշատակություններ կան արձանագրությունում, ինչը խոսում է այն մասին, որ սրանք քահանայական կաստա են եղել, որոնք ինչ որ շրջանում իրենց կոչումը իսկապես չեն արդարացրել եւ Աստված թույլ է տվել, որպեսզի նրանց այնտեղ բնաջնջեն։ Եվ թեպետ քորեցիների ազգաբանության մեջ Հուս անունը կա, կրկնում ենք, բայց այս անունը չի կարող կապվել Հայաստանի հետ։ Քանի որ ասացինք հազարավոր կիլոմետրեր են իրարից հեռու եւ բազմաթիվ, ասենք, հսկայական տարածություն կա հայկական լեռնաշխարհի եւ Սաուդյան Արաբիայի հարավային հատվածի հետ, եւ ծայր հարավում գտնվելով այն չէր կարող Հայաստան կոչվեր։ Թերևս հենց սրա անունով կոչված լինի այն երկիրը, որ հիշատակվում է Սուրբ գրքում, առնվազն 3 անգամ։ Սակայն մենք հետագայում էլ այնուամենայնիվ հանդիպում ենք Հուս անվանումը, Հուս երկիր անվանումը, բառակապակցությունը եւ այս համարը, որ ես հիմա պիտի մեջտեղ բերեմ, միանշանակորեն գալիս է, որպեսզի հիմնովին ջախջախի մի կողմ նետի այն առասպելը, որ ներկայացված է իբրև թե Հուսը դա Հայաստանն է եւ Հոգն էլ հայ է։ Եվ բոլոր խառնիճաղան ժողովրդին եւ Հուս երկրի բոլոր թագավորներին, Հուս երկրի բոլոր թագավորներին եւ Փղշտացների երկրի բոլոր թագավորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակարոնին եւ Ազովտոսի մնացածին, հիշեցնելու համար, որ Երեմիայի 25-րդ գլխի 20-րդ խոսքը վերաբերում է Աստծո, ընդհանրապես այս 25-րդ գլուխը վերաբերում է Աստծո պատժին, որ Աստված պատրաստվում է պատժել նաեւ ազգությունների։ Եթե մենք աշխարհագրորեն լավ պատկերացնենք Քրիստոսից առաջ Երեմիայի ապրած ժամանակաշրջանը, թերևս 6-րդ դարով թվագրվող, մենք այնտեղ շատ պարզ կտեսնենք մի այնպիսի ճշմարտություն, որ Երեմիայի ժամանակներում, Եզեկիայի ժամանակներում Հայաստանը Արարատի երկիր էր հռչակված, որտեղից Թորգոմի տնից ձեր էին տանում, Տիրոսում, վաճառում եւ այլն եւ այլն։ Սա լավ հիշեք, որովհետեւ սրան էլի պիտի անդրադառնանք։ Այսպիսով այդ երկիրը ինչու է մի դեպքում Արարատի երկիր հիշատակում, Ասքանազի, Մինեի թագավորություններ եւ այլն Բաբելոնի վրա կոչ արվում, արդեն իսկ Քրիստոսից առաջ 7-6-րդ դարերում արդեն հայտնի է այդ երկիրը անունով Աստվածաշնչում, եւ այստեղ որ մենք տեսնում ենք, որ այս խառնիճաղան ժողովրդին եւ թվարկումը, որն է այդ խառնիճաղան ժողովուրդը, իսկ հայ ժողովուրդը խառնիճաղան ժողովրդի հետ չի կարելի ասոցացնել առհասարակ։ Հայ ժողովուրդը երբեք խառնիճաղան ժողովուրդ չի համարվել եւ Հուս երկրի բոլոր թագավորներին, Փղշտացների երկրի, այսինքն Ասկաղոն եւ այլն, այս հերթականությունը, որ նայում ենք Փղշտացների հարևանությամբ, Ասկաղոն, Գազա, Ակարոնի, Ազովտոսի շրջապատում եղող Հուս երկիրն է։ Հասկանալի է, եւ այդ Հուս երկիրը նաեւ իր մեջ ներառում է նաեւ այս երկրամասերը, որոնց մասին քիչ առաջ լսեցինք։ Նույնպես ողջ Երեմիա 4:21-ում գրված է. «Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդոմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրում»։ Այո, Հուս երկրում նա բնակվում եւ քեզ էլ կանցնի բաժակը կարփես եւ ինքդ քեզ կմերկացնես։ Եդոմը մենք շատ լավ գիտենք, թե իսկապես աշխարհագրորեն որտեղ է գտնվում եւ այն անգամ միջագետքի հետ էլ չի ասոցացում, ելուր մնաց հայկական լեռնաշխարհի հետ ասոցացվեր։ Աստված այնուամենայնիվ Քրիստոսից առաջ 6-րդ դարում երկիրը հիշատակում է հազարամյակներ առաջ տրված անունով եւ այստեղ անվիճելիորեն խոսք է գնում այն մասին, որ Եսավի, այսինքն Եդովմի պատիժը վրա է հասնելու, քանի որ նա բնաջնջեց քորեցիներին, բնակվեց նրանց երկրումը։ Հիշենք նաեւ, որ
Նույն ժամանակահատվածում Երեմիան Հայաստանին ոչ թե հուս երկիր է կոչում, ինչպես ասացինք, այլ Արարատյան թագավորություն։ Երեմիա 4-րդ գլխում թեպետ Եսավը կամ Եդոմը ցնծում են, սակայն 25-րդ գլխում պատժվում են։ Հուս, Փղշտացների, Եդոմ, Մովաբ, Ամոն, Տյուրոս, Սիդոն, Ծովեզր, Դեդան, Թեման, Բուզ, Արաբացիներ, Զամբրի, Էլամ, Մարեր եւ Հյուսիս, որ Հայաստանն է։ Տեսեք, թվարկումները երբ որ գալիս է, թե ինչ երկրներ պետք է Աստված ավերի ու կործանի, այս նույն Երեմիա մարգարեության մեջ, կարդացեք Երեմիա 25:15-27, միայն մենք վերջում արդեն 27-րդ խոսքը, երբ որ մենք նայում ենք, արդեն այդտեղ թվագրվում է, միջև վերև հասնում է, արդեն հյուսիս տերմինով կանգ ենք առնում եւ այդտեղ արդեն Հայաստան պիտի հասկանալ։ Եվ ոչ թե արևելք, ինչպես որ սովոր են այդպես ներկայացնել։ Տեսեք, այն ազգությունները, որոնք պիտի պատժվեն, աշխարհագրորեն հերթականությամբ երբ որ նայում ենք, Թեման կա, Բուզը կա, Արաբացներ, Զամբրի, Էլամը, Մարերը, ներկայիս Իրանն է։ Իրանից հյուսիս արդեն Հայաստանը։ Եվ հենց այդպես են նշված է այստեղ։ 25-27-ը լսենք։ 25-ից Զամբրի բոլոր թագավորներին, Էլամի բոլոր թագավորներին, Մարած բոլոր թագավորներին, Հյուսիսի բոլոր թագավորներին, իրար մոտիկներին եւ հեռուներին եւ աշխարհի բոլոր թագավորություններին, ուշադրություն դարձրեք, Մարերից հետո Հյուսիս է ասվում եւ այլևս անուններ չի թվարկվում այդտեղ։ Այժմ մի քանի խոսք արևելքի մասին կրկին։ Ասում են, որ արևելք պետք է հասկանալ Հայաստան։ Աստված արևելքի կողմում ասացինք ստեղծել է դրախտը եւ այլն եւ այսպիսի հեքիաթներով կերակրում են։ Սաղմոս 75:6-ում արևելք բառը դրական իմաստ չունի, որքան էլ փորձում են համոզել, որ արևելքից Հայաստանով պիտի Քրիստոսը գնա Երուսաղեմ, այո, նարեկացին թերևս ունեցել է նման տեսիկ, սա էլ իջնում է Արարատ լեռան վրայից եւ այնտեղ մարդու որդու Աստծո որդու Էջքի գաղափարը կա, գոնե սա ավելի շատ շրջանառվեր, քան այն, որ իբրև թե արևելքից արևմուտք ինչպես կայծակն է խմբում, այնպես պիտի մարդու որդին գա, փորձեն այսպես մեկնաբանել, որ Հայաստանով պետք է Քրիստոսը գնա Երուսաղեմ։ Որովհետև բարձրանալը ոչ արևելքից է եւ ոչ արևմուտքից է եւ ոչ անապատից է։ Սաղմոս 75:6։ Այս սաղմոսը շատ պարզ խոսում է այն մասին, որ ոչ մի արարած չփորձի հանկար արևելք կամ արևմուտք երկրի որևէ կողմերի վերաբերյալ ավելի բարձրագոչ արտահայտվել։ Ինչը որ մենք հաճույքով փորձում ենք մեզ արևելք համարելով մյուս բոլոր կողմերից ավելի բարձր տեսնել։ Եսայի 46:11-ն ասում է, որ կանչում եմ արևելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին։ Ես խոսել եմ, կատարելու եմ, որոշել եմ, անելու եմ։ Աստված այստեղ արևելքի թռչուն իր խորհրդի մարդ կոչում է արևելքից գիշատիչ ինչ-որ մեկին։ Դե եկեք սա էլ հավեսով ընդունենք, սա իբրև թե հայերիս է վերաբերում։ Իհարկե անտրամաբանական է, ոչ թե որ չենք ուզում, այլ մենք մեզ համար սարքում ենք մի հատ հորինված պատմություն եւ հետո էլ ընկնում ենք կրակը եւ հիմա էլ պիտի փորձենք մեկ այլ մեկնություններ տանք այդ դեպքում արևելքն ինչ հասկանա։ Եվ եթե դուք մտածում եք, որ արևելքի մասին ավարտել եմ, դեռ ոչ, էլի համարներ ունեմ, որոնք ընթերցեմ ու դուք ինքներդ խորհեք։ Մադիամն եւ Ամեղեկը եւ բոլոր արևելցիները պարկել էին հովտումը մարախների պես բազմությամբ եւ նրանց ուխտերին թիվ չկար։ Ծովի եզերքին եղող ավազի չափ շատ էին, սա էլ հիշեք, որովհետև էլի պիտի անդրադառնամ արևելցիների ուխտերը շատ են, թիվ չկա ծովի եզերքին։ Մադիամն ու Ամաղեկը, Մադիամը եւ Ամաղեկացները մենք գիտենք որտեղ են ապրում եւ նրանց անվանում է բոլոր արևելցիներ։ Ուրեմն Մադիամն ու Ամաղեկն էլ հանդիսանում են արևելք եւ արևելցի են անվանվում։ Դատավորած 7:12 Սողոմոնի իմաստությունը բոլոր արևելցիների իմաստությունից, բոլոր Եգիպտոսի իմաստությունից շատ էր։ Ինչու իրապես դուք չեք ուզում ընդունել, որ սա աշխարհագրական կողմերին է նկատի ունի։ Բոլոր արևելցիների իմաստություն, սա նշանակում է արևելքում գտնվող, արևելք անունը իրենց վրա կրող, հեռավոր արևելք կլինի, մոտիկ արևելք կլինի, որն ուզում լինի, Սողոմոնի իմաստությունը իբրև թե նրանցից գերազանց։ Եվ նրա խաշինքն են 7000 ոչխար, 3000 ուղտ, 500 լուծիես եւ 500 մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ եւ այդ մարդը բոլոր արևելցիներից մեծ էր։ Հոբին արևելք եք համարեն, հոբին հայ եք համարեն եւ խնդրեմ բոլոր արևելցիներից ինքը մեծ է։ Ուրեմն կան արևելքում բացի հոբից ուրիշներ էլ որ ապրում են։ Բոլոր արևելցիներից
արդյոք չի հուշում, որ ցեղախմբեր կամ առնվազն ցեղախմբեր գոյություն ունեն, որոնք գուցեև իրարից տարբեր են, եւ այստեղ արևելցիներ հիշատակումը ընդամենը էթնիկական զանազան միավորների մասին է խոսվում։ Ասեմ ձեզ, որ ընթերցածս հատվածի մեջ դուք չտեսաք, որ Հոբը հարուստ լիներ նաև ձիերով։ Ժամանակի մասին էլ դեռ կխոսեմ, սակայն Արարատից միշտ հնագույն ժամանակից ի վեր ձի են արտահանել։ Եվ վերջին տեղեկությունների համաձայն ձիերի թաղումներ են հայտնաբերել հայկական լեռնաշխարհում, որը թվագրում է 4-րդ հազարամյակով։ Ուստի եթե ոմանք մտածում են, թե Աբրահամի ժամանակ առնվազն, որը Հոբի գիրքը որոշները իրավամբ գտնում են, որ դատավորած ժամանակից էլ ավելի վաղ շրջանին է վերաբերում, որովհետև առաջ անցնելով ասենք, որ Եղիփաս Թեմանացին եւ նրա մյուս ընկերները ժամանակագրորեն թվագրվում են առնվազն Աբրահամից մինչև Եսավ ընկած ժամանակահատվածը կամ Եսավի ժամանակահատվածից էլ մի փոքր ներքև, ապա սա հուշում է այն մասին, որ այս ժամանակահատվածում Հոբի երկրում ձիու մասին տեղյակ չեն, նա ձի չունի, 3000 ուխտ ունի, 500 լուծիես եւ 500 մատակեր։ Այն էլ ասեմ, որ ուխտերը հայկական լեռնաշխարհում քիչ կիրառական են եղել կամ առհասարակ կիրառված չեն եղել։ Սա էլ առանձին ուսումնասիրություն է, որ փորձենք հասկանալ, թե առաջին ուխտի գոյությունը Հայաստանում երբ է եղել առհասարակ։ Ուրեմն ուխտը անապատային կենդանի է, իսկ ձին լեռնային, որով Հայաստանը առևտուր էր անում աշխարհի բոլոր ժամանակի քաղաքակիրթ երկրների հետ։ Նորից եմ ուզում հիշատակել, ոչ ոք թող չասի, որ ձին դեռ չէր ընտելացված, որովհետև 4-րդ հազարամյակից արդեն հայտնի է եւ մասնավորապես դա հենց առաջինը հնագետ Հակոբ Սիմոնյանն է, որ փաստեց արքաների դամբարանը վերին եւ ներքին նավերը պեղելիս աշտարակի մոտ։ Եվ նրանք փղշտացների ուսի վրա դեպի ծովը կտրչեն միասին, կկողոպտեն արևելցիներին, Եդոմի ու Մովաբի վրա կերկարացնեն իրենց ձեռքը եւ Ամոնի որդիքը պետք է հնազանդին նրանց։ Խնդրեմ, ովքեր են արևելցիներ համարվում։ Այսինքն սա նշանակում է, որ երբ որ խոսք է գնում արևելքի մասին, ապա Իսրայելը միշտ նկարագրում է անմիջականորեն արևելք իրենից ընկած արևելք հատվածը, որը գնում է միջև, ասենք, Միջագետ, Տիգրիս եւ Եփրատ գետերի հովիտները առնվազն։ Եսայա 11:14 Որովհետև դու ձգել ես քո ժողովուրդը Հակոբի տունը, որ նրանք լցված են արևելցիությունով եւ հմայություն են անում փղշտացների պես եւ օտարների որդկանց համամիտ են։ Այսինքն ստացվում է, որ մենք արևելքի բնակիչներս արևելցիությունով ենք ժողովրդին կերակրել, փոխարենը մենք սուրբ օրենքի երկիր լինելով, որ աշխարհին օրենքներ ենք մատակարարել, ինչպես միշտ թվարկում ենք, որ գուտիների արշավանքը, հիքսոսների, քասիդների արշավանքը սրանք հայկական արշավանքներ են եղել մի աստվածությունը Միջագետքում եւ Եգիպտոսում հաստատելու համար։ Գալիս է այս համարը արևելք, եթե մենք ենք համարվում, ուրեմն մենք ճիշտ հակառակ գործն ենք իբրև թե արել, հմայություն ու կախարդություն ենք իբրև տարածել։ Եսայի 2:6 Ինչպես Եսայի 11:14-ից նկատեցիք, խոսքը վերաբերում է փղշտացների հարևանության բնակվող արևելցիների մասին։ Էլ չեմ ասում, որ նրանցից հյուսիս Եդոմի, Մովաբի մասին է խոսք գնում, իսկ Եսայի 2:6-ը ասվում է այն մասին, արևելցիությունը առհասարակ ռապաշտության կախարդության խորհուրդ է եղել։ Դրա համար ահա ես քեզ պիտի արևելքի որդկանցը մատնեմ իբրև ժառանգություն, որ նրանք իրանց գյուղերը շինեն քեզանում եւ իրանց վրանները դնեն քեզանում։ Նրանք պիտի ուտեն քո պտուղները եւ նրանք պիտի խմեն քո կաթը։ Եզեկիել 25:4 Արևելքի տղամարդիկ, արևելքի երեխաների ինքնության վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ոմանք նրանց համարում են բեդվիններ, քոչվոր ցեղեր, Հորդանանից այն կողմ, դատավորներ 6:3 դատավորած գրքի միջից եմ ասում, մյուսները զգում են, որ իրենք իսմայելացիներ են, իսկ մյուսները կարծում են, որ իրենք անկասկած բաբելոնացիներ են, Ֆայնբերգից եմ թարգմանում, Եզեկիել 25-ի մեկնությունն է ինքը, ես բառացի մեկնությունն եմ ձեզ ասում, այս հեղինակը, որ մեկնում է Եզեկիել 25-րդ գլուխը, ինքն ասում է այն մասին, որ նրանց համարում են բեդվիններ, այսինքն արևելցիները, քոչվոր ցեղեր են Հորդանանից այն կողմ, գիրք դատավորած 6:3 մյուսները համարում են, որ իսմայելացիներ են, իսկ մյուսները կարծում են, որ սրանք բաբելոնացիներ են։ Դեպի արևելք, ինչպես քիչ առաջ ասեցի, որ միջև Միջագետք արևելք էր Իսրայելից այն կողմ եւ հստակ այս ժողովուրդները այդ շրջաններում, այդ երկրամասերում էլ բնակվել են։
Ոչ պակաս կարևոր մի հանգամանք եւս, որը արդեն իսկ ուզում եմ փաստել եւ սա շատ ավելի զորավոր կերպով նորից պատմությանը տեղյակ հնագույն ժողովուրդների պատմությանը տեղյակ անձիկ կիմանան, սա է. Սաբայեցիք հարձակվեցան եւ նրանց առան եւ ծառաներին զարգեցին սուրի բերանով եւ մենակ ես եմ ազատվել, որ քեզ իմացնեմ։ Հոբ 1:15։ Ովքեր են սաբայեցիները։ Երբևէ մտածում եք, որ սրանք եթովպացիներն են։ Կարող են եթովպացիները հարձակվել Հույս երկրի վրա, որտեղ բնակվում էր Հոբը։ Այո, որտեղ էր հարավ արևելքում, ինչպես ասացինք Արաբիայի։ Եթովպիան մոտ է հարավ արևելքում գտնվող այս երկրամասին, իհարկե։ Սաբայացիները կարող են հարձակվել այս երկրի վրա, այո, բայց ինչի եք սաբայացիներին բերում հասցնում հայկական լեռնաշխարհ։ Որ պիտի կընտրեին անցնեին Պաղեստին, Սիրիա պիտի անցնեին եւ նոր միջագետքով եւ այլն անցնեին հասնեին հյուսիս հայկական լեռնաշխարհ, Հոբին գտնեին, հայ Հոբին հայկական լեռնաշխարհում եւ թալանեին իրեն։ Որ պատմության մեջ եք դուք հիշատակում ես մասին, որ սաբայեցիք հարձակվել են եկել հասել են Հայաստան։ Նման բան չկա։ Որտեղ է Սաբան, որտեղ է Սաբայի թագուհին, որտեղից էր գալիս։ Եթովպիան որտեղ է։ Աֆրիկայի, կենտրոնական Աֆրիկայի արևելյան հատվածից։ Ժամանակակից Եթովպիան կարող է մեկն ինձ ապացուցել, որ այդ Եթովպիայից դեպի Հայաստան արշավանք է կատարվել։ Սաբայեցիները երբեք էլ չեն արշավել հայկական լեռնաշխարհ, հետևաբար Հոբի հայրենիքը հայկական լեռնաշխարհում փնտրելը անիմաստ է։ Վերջապես չեմ էլ ուզում խոսել արդեն Հոբի մշակութային շրջապատի մասին։ Նրա ընկերներն ովքեր են։ Աբրահամի սերունդի ներկայացներ են։ Հոբը ինքը ընդամենը շրջապատված է սեմական ժողովուրդներով եւ մենք քիչ առաջ արդեն լսեցինք, որ այո, չի բացառվում, որ Հոբը նույնպես ազգությամբ սեմիտ է եւ չէր կարող Հաբեթի սերունդից լինել։ Այսքանում մենք ավարտեցինք Հոբի ընկերների եւ իր Եղիուսի եւ իր ազգության վերաբերյալ մտորումները, մեկնաբանությունները, թե որ երկրից էին եւ որ ազգության էին պատկանում։ Աստված ձեր հետ։